Այս ինչպես կորակեք Դե միանշանակ բողոքարկելու ենք դատանի որոշումը, ես ինչպես միշտ ասել եմ, ես այդ հանցանքը չեմ գործել, բնականաբար պիտի բողոքարկենք։ Այսինքն սա մասնակի էր, գոհ չեք։ Դե դժգոհի բան չկա, նոր քննություն պիտի լինի, դեռ հետ պիտի գնա առաջիացիան նոր քննություն լինի, բայց որ ես այդ հանցանքը չեմ գործել եւ որևիցե վճռին, դեռ չգիտեմ ինչ վճռ կլինի առաջիացիանում, բայց հայտարարում եմ, այդ հանցանքը չեմ գործել, դրա համար պիտի այս բողոք տանենք, վճռաբեկ փաստաբանները ավելի շատ դրա մասին։ Կլսենք փաստաբանները, պարոն Համբարձումյան, տեսեք, ամեն դեպքում դատարանը վարչական վերահսկողություն սահմանեց, թեև իշխանական տարբեր շրջանակներ ասում էին Համբարձումյանն այն կշիռը չունի, որ կենտրոնանան նրա վրա, քաղաքական այն կշիռը չունի, բայց փաստացի շարունակվում է ձեր այսպես իզոլացումը, մեկուսացումը, ինչից են օրինակ վախենում։ Ես չգիտեմ ինչից են վախենում, բայց այդ կշիռի մասին խոսացողները թող սկզբից իրենց կշիռը չափ են տեսնեն, իրենք իրենցից ինչ են ներկայացնում, որ մարդկանց փորձեն պիտակավորեն եւ առհասարակ ես միշտ ասել եմ, հերիքա մարդկանց վիրավորել, հերիքա մարդկանց մասին վատ կեղտոտող կարծիքներ հայտնել եւ այլն։ Այդ կշռի մասին խոսացողները թող իրենց կշռի մասին խոսեն, տնանք իրանք ովքեր են, իրենց ապրած կյանքին նայեն, ինչ են արել, նոր մարդկանց պիտակավորեն եւ այլն։ Պարոն Համբարձումյան, եւ քանի որ չգիտեմ ինչից են վախենում, դա էլ հարցի պատասխան է։ Եվ քանի որ մասիսցիների մեծ մասը անհամբեր է, որ դուք վերադառնաք քաղաքական պրոցեսների, դառնաք նորից։ Դրա մասին կհայտարարեմ։ Եվ նաև այդ առումով ինչ տեսակետ ունեք այսօր փաստացի տեղի ունեցողի վերաբերյալ եւ այս համատեքստում եկեղեցու շուրջ կատարվողի, որովհետեւ այսպես ընդվզողներից մեկն էլ նախկինում ձեզ հետ առնչվող, ձեզ հետ այսպես ասած լավ հարաբերություններ ունեցող նախկին հոգեվորականը, նախկին սրբազան Արման Սարոյանը։ Դա ինձ համար շատ ցավոտ թեմա է, խնդրում եմ ժամանակ տվեք, մի օր դրա մասին էլ կխոսեմ։ Իսկ պրոցեսների հետ կապված։ Պրոցեսների ինչ պրոցես։ Այս կոնկրետ հետընտրական տարբեր հիմա, չգիտեմ, սպասվում են ՍՏ-ի որոշման, սպասվում են։ Տեսեք, ես հետընտրական այդ պրոցեսների մասին, առհասարակ ընտրությունների մասին իմ կուսակցությունը գործադիր մարմին ունի հայտարարություն։ Ես գործադիր մարմնի անդամ եմ եւ այդ հայտարարությունը ամբողջությամբ կիսում եմ։ Իսկ ինչ զգացիք, երբ որ իմպիչմենտի թեկնած ունեիք, բայց փաստացի այսպես ձեր շուրջը համախմբում չեղավ ու ինչը որ կանխատեսվում էր, նախազգուշացնում եք, այսօր իրականություն դարձավ, փաստացի իշխանությանը չստացվեց հաղթել։ Բնականաբար կանխատեսելի էր մեզ համար, մենք սրա մասին վաղուց խոսել ենք։ Զգացողությունները տարբեր են, դրա մասին չեմ ուզի հիմա խոսել։ Բնականաբար մենք մեր թիմը երբեք պայքարից հետ չի կանգնելու, սրանով ոչինչ չի վերջացել եւ կարելի ասել նոր են սկսում պրոցեսները, հետընտրական կամ երկրում տեղի ունեցող քաղաքական գործընթացները, զգացողությունները տարբեր են, չգիտեմ։ Շարունակում եք աջակցել ընդդիմությանը եւ հավատում եք, որ մի օր հնարավոր կլինի։ Բնականաբար ես մնալու եմ ակտիվ քաղաքական դաշտում, բնականաբար շարունակում եմ աջակցել ընդդիմությանը եւ ես այն մարդն էլ չեմ, որ ինչա փոխվել իմ կյանքում, որ ընդդիմությանը չաջակցեմ։ Ես ընդդիմադիր գործիչ եմ եւ շարունակել եմ իմ ակտիվ ընդդիմադիր կեցվածքը։